Միայն Նիկոլի ղեկավարած երկրում է հնարավոր տեսնել մարդու, որ նորվա մի կեսին աշխատում է ոստիկան, մյուս կեսին սադրիչ, ու երկուսն էլ հանուն Նիկոլի։ Համազգեստ հագած ոստիկանի ներկայությամբ սադրիչ ոստիկանները ջինսերով վիրավորում են լրագրողներին, մարդկանց, տարեց հոգևորականներին, բայց ոստիկանը տեղից չի շարժվում։ Կանանց հայհոյում են, ոստիկանը տեսնում է, տեղից չի շարժվում։ Հասկացանք, որ հրահանգ եք ստացել, բայց ոչ բարոյականություն կար, ոչ մասնագիտական պարտք, ամեն ինչ զոհ է գնում այդ հրահանգներին։ Անկեղծորեն արժանապատվության հարց է։ Ոնց կարող ես թույլ տալ, որ քեզ օգտագործեն ամեն ինչի համար։ Կիրակի օրը Հովանավանքում տեղի ունենալու աղանդավորական ժողով, որին մասնակցելու է, ինչպես հայտարարել են, ՔՊԱ-ական ղեկավարությունը։ Եթե տեսնեն մարդ չեն գտնում եկեղեցին լցնելու համար, կբերեն ոստիկանների քաղաքացիական հագուստով։ Սովորական մարդիկ դրան վերաբերելու են որպես աղանդավորական շոու, որտև Ստյոպան այլևս Տեր Արամ չէ, կարգալույծ արված է ու նրա որևէ ծիսակատարություն, պատարագ, հարսանիք, կնունկ ունի այնքան իմաստ, որքան իմաստ ունի ցանկացած ոչ հոգևորական մեկի պատարագ անելը։ Համաշխարհային խայտառակություն է, որ քրիստոնեությունը առաջին ընդունած երկրում հոգևորականների են դատում, էլ սադրում են եկեղեցուն, էլ սադրում են հավատացյալներին, եկեղեցին սարքում են աղանդավորական միջոցառումների վայր, որովհետև այդպես ուզում է մեկ հոգի, որն էլի դեպ լրիվ հակառակ բանն է կոչված։